1915 թվականը իհարկե նոր փորձություններ բերեց։ Հայոց ցեղասպանության այդ գագաթնակետ ժամանակահատվածում, հայոց մեծ եղեռնի օրերին, մենք տեսնում ենք, որ այս տարածքը, այն ամբողջ տարածքը, որ շրջապատում է Մայր տաճարին, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դառնում է ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների եւ հատկապես մանուկների ապաստանելու վայր։ Հատկապես որբ մանուկների եւ առհասարակ ստացվում է, որ այդ ազգային մեծ աղետի օրերին Մայրաթորը դառնում է այս հալածյալ եւ վերապրյալ մարդկանց գլխավոր հոգացության օջախը։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի, մասնավորապես Սարդարապատի հերոսամարտ մեկնող մարտիկները իրենց օրհնությունը ստացել են հենց Մայր տաճարի բակից։ Հետագայում արդեն խորհրդային շրջանում տարբեր փորձություններով է անցել, նույնիսկ փակման վտանգի առաջ է կանգնել Մայր տաճարը։ 1938 թվականի օգոստոսի 4-ին խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նման որոշում էր կայացրել, սակայն 4 օր անց միայն խորհրդային կենտրոնից եկավ այդ որոշման բեկանում արգելքը եւ այս գործընթացը կանգ առավ։ Արդեն երկրորդ աշխարհամարտի տարիներին հայրենական մեծ պատերազմում եկեղեցու խորհրդային պետության ցուցաբերած մեծ աջակցության շնորհիվ փոխվում է վերաբերմունքը եւ նույնիսկ պետական հոգացությամբ արդեն Գևորգ 6-րդ Չորեքշան կաթողիկոսի օրոք սկսվում են այս եկեղեցու Մայրաթորի վերանորոգման աշխատանքները։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։